Կարող եք նստել, Աստված մեր կարիքը չունի, մենք Աստծո կարիք ունենք, Աստված կարիք չուներ, որ մարդանար, գար, անարգվեր, արհամարվեր, ծաղրվեր, խայտառակվեր մեզ համար, կարիք չուներ, բայց մենք նրա կարիք ունենք, ստեղին չենք տեսնում սեր, կատարյալ սեր, որ զոհաբերեց իր թանկը, որ մեզ ունենա, երբ որ մենք ասում ենք, մենք իրոք Աստծուն պաշտում ենք, մեր կյանքը տվել ենք Աստծուն, ամենաապահով տեղն է, որ մենք բնակվում ենք, որովհետև միակ տեղը, որ մարդը կարող է իրեն ապահով զգա, դա Տիրոջ մեջ է, ամեն, թող Տիրոջ Քրիստոս Հիսուսի շնորհքը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդակցությունը հավիտյանս հավիտենից լինի մեզ իր սուրբերի հետ, մինչև այն օրը, որ նա մեզ կհափշտակի և կտանի այնտեղ, որտեղ հավիտյան նրա հետ կլինենք, փառքը լինի Տիրոջը, ամեն, իսկ հիմա այն խոսքը, որ Սուրբ Հոգին դրել է իմ սրտում, ես վստահ գիտեմ, որ շատերդ բժշկվելու եք, ես վստահ գիտեմ, որտև Աստծո խոսքը եկսարեսուր է, այն մտնում է, կտրում է, բժշկում, թլպատում, ինչ անում է մեր օգտին, թույլ տանք թող Տիրոջ Սուրբ Հոգին այսօր խոսի յուրաքանչյուրիս հետ, ամեն, ես իմ կյանքի, սկսելու եմ իմ օրինակով և տամ քարոզը, խոսքը, պատգամը, ես իմ կյանքի ամենադժվար պահերին, մեկ կարևոր բան եմ հասկացել, կխնդրեմ, որ ժողովուրդը ներս են գալիս, մի նայեք ոչ մեկի, թող գան նստեն, դուք ձեր ուշադրությունը կենտրոնացեք այս խոսքի վրա, որտև մի բառ, մի տառ կամ մի հատ նախադասություն ուշադիր չեղաք, դուք չեք բռնի ամբողջ խորհուրդը այսօրվա քարոզի, կենտրոնանանք խոսքի վրա, ես իմ կյանքի ամենադժվար պահերին մեկ բան եմ հասկացել, սովորել, որը պինդ բռնել եմ, որ Աստծո ներկայությունն է իմ միակ խաղաղությունը, ուժը և թաքստոցը, որտեղ ես ինքս ինձ ապահով եմ զգում, և երբ որ նայում եմ Սաղմոս 27:4 համարը, այնքան համընկնում է այն, ինչ ես անձնապես, ոչ թե Դավիթից նայելով կրկնել եմ, որ ճաշակեմ, ոչ, անձնապես ես այդ նույնը ճաշակել եմ, այս խոսքերն է ասում, Սաղմոս 27:4 համարը, մի բան եմ խնդրում Տիրոջից է, և նույնպես այսօր կարծում եմ բոլոր նրանք, ովքեր հոգուց վերստին ծնված են, այս նույն բանը իսկապես կճաշակեն ու կհասկանան, մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ եմ փափագում այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդած եմ, որովհետև չար օրը նա ինձ ծածկում է, ուշադիր լսեք, որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, որն է Տիրոջ բնակարանը, մենք, մեր մեջ անա բնակվում, երբ որ մենք մեր մեջ Տիրոջը ճաշակում ենք ու ապրում ենք նրանով, մենք ապահով ենք, այլ ոչ թե փնտրենք են պատերի մեջ դրսերում որևէ տեղ, այլ մեր մեջ մենք ճաշակենք, որ Աստված այս տաճարի մեջ է այլևս, որ ուր լինենք նա այստեղ է, մենք ուղղակի կարանք հաղորդակցվենք նրա հետ, ամեն, և այստեղ ասում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա, նման ապահովություն ով է խոստացել մեզ, գիտեք նա խոստացավ մեզ կյանք և կյանքը ավելին, Հովանու 10:10 համար ինչ ասում, թշնամին գայս է գողանա փչացնի կործանի, բայց ասում է ես եկա, որ ձեզ տամ կյանք և կյանք ավելին, մենք գիտենք, որ յուրաքանչյուրս, որ այսօր Քրիստոս Հիսուսինն ենք, մենք ունենք կյանք և ունենք ավելին, այդ ավելին որն է, հավիտենությունն է, որ նա մեզ տվել է, պարգևել է, այդ իսկ պատճառով այդքանը հասկանալով, իմանալով, մենք պետք է իմանանք, որ մենք
ապահովենք Տիրոջ ձեռքերի մեջ, ամեն։ Այսօր խոսելու եմ իրական աստվածային խաղաղության մասին, որը որ բացակայում է շատերից, նույնիսկ եկեղեցի այցելող ժողովրդից է բացակայում այս խաղաղությունը։ Գիտեք, մենք պետք է լինենք մի ժողովուրդ, որ ոչ մի բան չկարողանա մեզանից գողանա խաղաղությունը Աստծո, որովհետև երբ որ նայում ենք մեր շուրջը, այն քաոսը, որ կատարվում է այս աշխարհում, այն տագնապներն ու տակնու վրա իրավիճակը, մթությունը, որ այսօր խավարի նման իջել է աշխարհի վրա, ուշադիր լսեք, կամ մեր շուրջը հասարակ մի բան, մի հատ նայվածք, մի հատ պահվածք, մի հատ խոսք, որ կարա անմիջապես մեզ հունից հանի ու Աստծո խաղաղությունից հանի, սա նշանակում է դեռ մենք տկար ենք։ Սա նշանակում է դեռ մենք տեղ ունենք հասկանալու եւ իրապես հասկանալու ու ճաշակելու ինչա իրական Աստծո խաղաղությունը, ամեն։ Ուրեմն իսկական հոգևոր խաղաղությունը մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ այն չի, որ Աստծո ժողովուրդ ջան խնդիրներ չլինի, ամեն բան մեր շուրջը լավ լինի, այդ ժամանակ մենք կճաշակենք Տիրոջ խաղաղությունը։ Այսինքն այսօր տանս վարձը տվել եմ, բիլերը լրիվ վճարել եմ, ոչ մի բան չունեմ խնդիր առջևումս, երեխաներս խելոք են, ամուսինը, կինը լավ է, ուրեմն ես խաղաղ եմ։ Դրա հետ առհասարակ կապ չունի։ Իսկական հոգևոր խաղաղությունը խնդիրների բացակայությունը չի, այլ Տիրոջ ներկայությունն է։ Որ կողքդ փոթորիկ է, տագնապ է, բայց դու խաղաղ ես։ Ինչու՞, որովհետև նրա ներկայությունը քեզ բավական է, որ դու գիտես, եթե շուրջդ կա որևէ տեսակ խնդիրներ, այդ հարցերը լուծողը մեկն է, մեր հավատքով, նրա անունը Քրիստոս Հիսուսը, այդ խաղաղության իշխանն է, ով իսկապես, եթե բնակվում է քո սրտում, ով տիրում է քո սրտի վրա, ամեն։ Աստծո խաղաղությունը հաստատուն է, Աստծո ժողովուրդ ջան, այն չես կարող գողանաս այն մարդուց, ով որ իսկապես վերստին ծնված Աստծո հետ քայլում է, այն չես կարող անկայուն սարքես, այսինքն մեկ խաղաղնի, մեկ որ Աստծո խաղաղությունը կայուն է, նույնիսկ երբ կյանքը քաոսային է եւ վերահսկողությունից էլ դուրս։ Այսօր միգուցե բժիշկը քեզ վատ լուր է տվել եւ դու խաղաղությունը կորցրել ես, այստեղ նշանակում է մեկ բան, որ դու արդեն իսկ խախտվել ես քո տեղից, որովհետև դու իրավունք չունես որևէ կարգավիճակի մեջ կորցնել քո խաղաղությունը։ Պողոս առաքյալը ասում է, մեռնեմ, իրաննեմ, ապրեմ, իրաննեմ։ Եվ հիշեք մի կարևոր բան, Աստծո ժողովրդի, ովքեր հոգով ընթանում ու ապրում են իրանց կյանքը, ուշադիր լսեք, Աստծո վերահսկողության տակ է նրանց կյանքը։ Նույնիսկ հիշեք, Սատանան եթե հարցակվի ու հարվածի ու փորձություններ ու փորձանքներ բերի մեր կյանքում, հիշեք մի բան, Աստված այդ չարիքները բարի գործակից կանի։ Ինչու՞, որովհետև Աստված ասում է ամեն քաղցություն, ամեն բարիք Աստծուց է մեզ տրվում։ Եվ եթե մենք գիտենք Աստված քաղցր է, բարի է, Աստված երբեք չարով չի մարդուն բանանում։ Չարիքը միշտ հիշեք Սատանայից է երկրի վրա։ Եվ նա ասեց այդ չարիքները կա, բայց Աստված կփոխի իրանների համար։ Այդ չարիքը կդառնա քո վկայությունը, այդ չարիքը կդառնա քո համար բարիք, ինչու՞, որտեվ դու Աստծո հսկողության տակ ես, որտեվ դու Աստծունը ես։ Եվ այսօր հետաքրքիր է, երբ որ կներեք, այսօր չէ, այսքանի օրը, երբ որ քարոզս գրում էի, Սուրբ Հոգին գեղեցիկ ձևի հիշեցեց Հիսուսի խոսքերը ինձ, որը վերնագրեցի այսօրվա քարոզիս վերնագիրը։ Հիսուս ասաց այս խոսքերը մեզ, ինձ ու քեզ, խաղաղություն եմ թողում ձեզ։ Հետաքրքիր է Հիսուս ինչ խաղաղության մաս, իմ ներկայությունն եմ թողում ձեզ։ Այսինքն ես ձեզ հետ կլինեմ, կհիշեք մնացած խոսքերը, մինչև աշխարհի վերջ։ Աստված մեզ համար հասանելի արեց իր ներկայությունը, որը իր խաղաղությունն է։
Հովանես 14:27 համարը ասում է Հիսուս այսպես ասում խաղաղություն եմ թողում ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ այսինքն իմ ներկայությունն եմ ձեզ տալիս խոստում չէ տվեց ասեց մինչև աշխարհի վերջ եմ հետներդ լինելու հիմա շարունակությունը լսեք ես այն խաղաղությունը չեմ տալիս ձեզ ինչպես աշխարհն է տալիս այսինքն աշխարհը որոշ բաներ կտա ձեզ կանի ձեր համար որ ժամանակավոր ձեզ թվա խաղաղություն եք ճաշակում ասում է այդ մասին չի խոսքը ես ձեզ մի բան եմ տալի որ գերբնական է ես ձեզ մի բան եմ տալի որ ձեր մտքից ձեր հասկացողությունից վեր է դուք ուղղակի կապրեք այն նոր կիմանաք որ ես եմ դա բայց ձեզ տեսանելի կերպով չեմ տալու այն հիմա ուշադրի լսեք ինչպես աշխարհն է տալի այսինքն ժամանակավոր եթե հետ կապ չունի ձեր սիրտը թող չխռովի ու չվախենա Համար առաջի բանը, որ մեր մեջ խաղաղությունը գողանում է, դա վախն է։ Սատանան գիտի ինչեր բերի մեր մտքին, որպեսզի կարողանա մեզ շնչավոր այն զգացմունքային տեղերը կապնի ու մեզ խախտի տեղերից։ Եթե մենք սովորենք ինքնատիրապետում կառավարել մեր անձերը եւ միշտ մեր անձերը հիշում եք Դավիթը ինչ էր ասում ասում էր ով իմ անձը ինչու ես տրտմել դու իմ մեջ ինքը իր հետ էր խոսում եթե մենք սովորենք մենք մեզ ցույց տալ այն տեղը որ փակի ականջդ աշխարհի առջև եւ բացիր միայն Աստծո ձայնի առջև եւ մնա նրա հետ ուղիղ քայլի նրա հետ ուղիղ դու երբեք չես կորցնի երբեք չես սայթակի որտեվ Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից ամեն Շատ անգամ սատանան մեզ խափում է եւ համոզում է Աստծո ժողովուրդ ջան, որ խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ մեր կյանքը կատարյալ է, երբ ամեն բան հսկողության տակ է, ոչ մի բան հսկողությունից դուրս չի։ Սրանք ստություններ են։ Այսօր ստեղ կաք մարդիկ, որ եկել եք ու իրոք ձեր մեջ տագնապ է, անհանգստություն կա, ուզում եմ ձեռքեր տեսնեմ։ Պաստորեն շատերը, հիմա այսօր հենց քարոզը մեր բոլորի համար է Աստծո ժողովուրդ ջան, որ Տերը ուզում է մենք հասկանանք, որ դա սուտ է, որովհետև Հիսուս մեզ երբեք հեշտ կյանք չի խոստացել, Հիսուս երբեք չի ասել, որ երբ որ իմ հետևից գաք, ամեն բան լավ է լինելու ձեր հետ, այդպես բաներ չի խոստացել, Հիսուս ասաց, քանի դեռ աշխարհի մեջ եք, փորձությունները ունենալու եք, դժվարություններ ունենալու եք, հարցակումներ եք ունենալու, այս ամենը լինելու է, բայց մեկ բան է խոստացել, իր խաղաղությունը, իր ներկայությունը, որ ամեն քո կյանքի փուլում, ամեն քո կյանքի իրավիճակում նա քո հետ կլինի։ Փիլիպեցիս 4:6 համարը կխնդրեմ բոլորդ կենտրոնացեք, ստեղ երեխեքին մի նայեք, խնդրում եմ, թող երեխեքին իրանց համար խաղան, կենտրոնացեք, որտեղ խոսքը կարևոր է, որտեղ ով չլսի չի առնելու, ասում է ով ականջ ունի թող նա լսի, մի խաղացեք երեխեք, դուք կենտրոնացեք ուղակի, Փիլիպեցիս 4:6-ում ասում է ոչինչի համար մի մտահոգվեք, այսինքն ոչ մի բանի համար մի մտահոգվի ասում է, այլ ամեն բանում աղոթքով աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Աստծո ժողովուրդ։ Մի օրինակ կուզեմ տամ Աստվածաշնչից, հենց 5 տակարանից, որը որ մի Աստծո հերոս մարդ իսկապես իմ համար օրինակելի մարդ, ես շատ եմ իր օրինակով նայում ու ուզում սովորեմ քայլեմ նրանով, որը որ Հովսեփն էր։ Հովսեփը երիտասարդ տղա էր, 17 տարեկան, իմ փոքր տղայիս տարիքին, իմ տնից տարիքին, 17 տարեկան, դուք պատկերացեք, երիտասարդ դեռ իր կյանքի են ամենասկիզբն է, իր փուլը, որ պիտի մտնի, կյանք սկսի ապրել, հա, այդ տարիքում է, որ արդեն հաստատվում են մեկ էլ հանկարծ, մենք գիտենք, որ հայրը նրան շատ էր սիրում, որովհետև իր ծերության փոքր որդին էր, ոնց որ ծերության ժամանակ էր ունեցել,
Եվ Հովսեփի հետ Աստված խոսում էր երազների միջոցով։ Այնպես չէր, որ Հովսեփը ուզում էր եղբայրներին գրգռացներ կամ ինչ-որ նախանձ առաջացներ կամ ինչ-որ մի սխալ բան աներ։ Անկեղծորեն գալի կիսվում էր, որ Աստված ինձ երազներ ա տալի եւ երկու անգամ երազ տեսավ եւ երկու անգամվա տեսած երազն էլ ցույց էր տալիս, որ մի օր ա գալու, որ Հովսեփի եղբայրները, հայրը, մայրը, բոլորը խոնարհվելու են իր առաջ։ Եվ նրանց մեջ դառնություն ավելի շատացավ եւ սկսեցին ատել իրենց եղբորը։ Ուշադիր լսեք, Աստծո խոսքը մեզ ասում է թշնամին կլինի քո տան մեջից, քո տան անդամդ կդառնա քո թշնամիդ, սա կատակ չի։ Եվ այստեղ մենք ինչ ենք տեսնում, որ հենց ընտանիքի մեջ սկսեց քաոսը։ Ինչ կատարվեց։ Եղբայրները այնքան իրանց ատելությունն ու նախանձը իրանց մեջ բարձացավ, որ ուզեցին իրենց եղբորը, փոքր եղբորը 17 տարեկան երիտասարդ տղայի սպանեն։ Եվ որոշեցին, որ սպանեն, բայց իրենց եղբայրներից մեկը Ռուբենը չթույլ տվեց, ասաց մի սպանեք, եկեք փոսը գցենք։ Եվ գցեցին փոսը։ Ուղղակի մի պահ ուզում եմ բոլորդ կենտրոնանաք այս խոսքի վրա։ Հələ պատկերացրեք 17 տարեկան տղա երեխա, որ չի իմանում ինչ կլինի իր հետ, հանկարծ գցում են մի փոս, մի տեղ, որ չի իմանում սպանելու են, ինչ են անելու իր հետ։ Այդ ապրումները նրա պատկերացրեք։ Եվ այդ ժամանակ նրան վաճառեցին ստրկության։ Իսմայելացիներին վաճառեցին եւ իսմայելացիները տարան նրան Եգիպտոս։ Եգիպտոսում է նրանք վաճառեցին ինչ-որ մի հարուստ մարդու, հա, ու սկսեց Հովսեփի 17 տարեկանից չարչարանք, նեղություն, հալածանք ում կողմից, ընտանիքի անդամների կողմից։ Դուք պատկերացեք նրա ապրումները ուղղակի մի պահ։ Առնում է այդ հարուստ մարդը իր տան մեջ եւ այդտեղ մտածում է գոնե սրա տան մեջ կապրեմ, վնաս չի լինի, հանկարծ այդ հարուստ մարդու կինը աչք է դնում Հովսեփի վրա։ Հովսեփն էլ գրված է, ասում է շատ գեղեցիկ է տեսքով ու դեմքով, շատ գեղեցիկ տղամարդ է եղել։ Երբ ինչ է անում, որովհետև ուզում է Հովսեփին գայթակացնի, իր հետ անկողին մտցնի, Հովսեփը լինելով Աստծո մարդ, մերժում է, կտրուկ մերժում է նրան եւ մերժումի պատճառով այդ կինը նրա վրայից ինչ անում, վրեժխնդիր լինելով ամուսնու խաբում է, որ այդ քո բերած ծառան, որ առել ես, հետս ուզեց անկողին մտնի, դրա համար շորերը պատռեց։ Ուշադիր լսեք, ինչ են անում, Հովսեփին դարձյալ բանտն են գցում, մեղադրանք ու սուտ մեղադրանքները ամբողջը, հալածանք, հարձակումներ, հիմա Հովսեփը բանտում է։ Այդ ընթացքում Հովսեփին Փարավոնը երազ է տեսնում եւ նրան ասում են, իր հետ նստած մեկը նրան ասում է, որ մեկը կա, որ երազներ է մեկնաբանում, դրան հարցրենք եւ երբ որ Հովսեփին կանչում են, Հովսեփը մեկնաբանում է, ասում է Փարավոնը տեսնում է, որ Հովսեփի մեջ իրոք Աստված կա։ Եվ գիտեք ինչ է այդտեղ կատարվում, Փարավոնը ասում է նրան վերցնում է իր մոտ, տալիս է նրան ամբողջ իշխանությունը տիրելու Եգիպտոսի վրա։ Փարավոնը ասում է, տալիս եմ քեզ ամբողջ իշխանությունը, նայեք, Հովսեփը անցավ նեղություններով, հալածանքներով, բայց Հովսեփը երբեք ոչ մի տեղ գրությունների մեջ չի գրած, որ նա վրեժխնդիր ուզեցավ լինի, կամ դառնացավ, կամ ինչ-որ չարացավ մարդկանց նկատմամբ, երբեք նրա սիրտը միշտ պաշտպանված էր Աստծո ներկայությամբ, Աստծո խաղաղությունը նրան պահում էր միշտ հանգիստ տեղում։ Երբեք ինքը չէր պորտկում կամ բորբոքվում կամ չարանում մարդկանց նկատմամբ, այլ հակառակը, հիմա կտեսնենք ինչ կատարվեց։ Երկրի վրա սով եղավ, ողջ երկիրները սով էր, եւ հայրը եղբայրներին, իր եղբայրները, ով իրեն վաճառել էին, նրանց ասաց, գնացեք Եգիպտոս, այնտեղ լսել ենք, որ վաճառում են, ցորեն, կերակուր, գնացեք, առեք, բերեք, որ սովից չմեռնենք։ Եվ երբ որ եկան նրանք, Հովսեփին չճանաչեցին, բայց Հովսեփը նրանց ճանաչեց։ Երբ որ Հովսեփը նրանց ճանաչեց, ես կուզեմ այստեղ մի պահ
կանգ առնենք, մի հատ կարևոր մաս ուզում եմ շեշտը դնեմ դրա վրա, հա, Հովսեփը իր փորձությունների, նեղությունների, հալածանքների, մեղադրանքների, դուք պատկերացեք, որ մեկիս այդքան մեղադրեն ու սուտ բաներ անեն, գոնե մի բան, նենց կբորանք, կուզենք, ապացուցենք, այս ամենի մեջ կարևոր բաներ ճաշակել, որ Աստված իրա հետ է, որ Աստված իրա թաքստոցն է, որտեղ ինքը ապահովություն է գտե, որ Աստծո ներկայությունը հենց իրա խաղաղությունն է, դրա համար էլ ինքը երբեք չխռովեց եւ երբեք իրա սիրտը վախով չլցվեց։ Երբ որ մեր շուրջը բաներ է լինում, սատանայի միակ նպատակն է, որ մեր սիրտը լցնի վախով։ Այնպես վախ, որը ունի տանջանք ու տառապանք իրա մեջ։ Հովսեփի ներքին աշխարհը Աստծո խաղաղությունն էր տիրում։ Նրա սիրտը ապահով տեղում էր, անկախ նրա փորձություններից ու փորձանքներից։ Այդ իսկ պատճառով մենք մի բան ենք տեսնում, որ իրոք հանձինս ինձ համար օրինակ է։ Վերջապես հովիվական ծառայության մեջ ենք արդեն 10 տարի է։ 10 տարի ասում ես, շատ է թվում մեր համար սենց ակնթարթ էր դա, բայց արդեն 10 տարի է լինում ժողովուրդ։ Եվ մի բան եմ սովորում, Հովսեփը երբեք չլծվեց վրեժխնդրությունով, որ մի օր, որ իմ դեմը կգան իմ եղբայրները, ես իմ վրեժը կլուծեմ։ Մի օր ես նրանց արած չարության դեմ, չարով նրանց հետ կհատուցեմ, որ մի օր ես նրանց ինչ որ պետք է իրանց արածի դիմաց կտամ, երբեք։ Հակառակը, երբ որ նա նրանց տեսավ, ոչ մեղադրեց, ոչ է չարիք ասաց, ասում է, երբ որ ճանաչեց եղբայրները եկան եւ տեսավ նրանց, լացով այս խոսքերը ասաց։ Ծննդոց 45:5 Երբ իրեն ճանաչեցնել տվեց, որ ես ձեր եղբայրն եմ, Հովսեփն եմ, որ ինձի վաճառեցիք, այս խոսքերն ասում։ Հիմա մի տխրեք ու մի նեղվեք։ Մի հատ էլ ինքն է քաջալերում այդ աղբերներին, ովքեր իրան վաճառել են ու իր տանջանքի պատճառն են դարձել։ Նա ինչ ասում։ Ասում է մի նեղվեք ու մի ասում է տխրեք, որ ինձ վաճառել եք այստեղ բերելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առաջից ձեր կյանքը պահելու համար։ Վաու։ Ինչ ենք հասկանում ես, այսինքն եղբայրներ ջան, մի վատ զգացեք, որ ինձի տանջել եք, փոսնեք, գցե ուզել եք սպանեք, ուզել եք վաճառել եք, տանջել եք, խայտարակել եք, հորս էլ են ծեր տարիքում եք լացացրել, ողբացրել, որ յանի ինձի գազանները կերել են, բան չեք արել դուք։ Ենքան երեսով կտայի, մինչև հոգներ, հանձինս ես։ Ոնց կարելի է նման սիրտ, գիտեք ինչու, որովհետև ինքը իր սիրտը գարդ էր անում, ինքը իր սիրտը հսկում էր, որ այս նեղության ու այս տանջանքի մեջ, այս փորձությունների մեջ չչարանամ, ոչ մեկի նկատմամբ երբեք։ Դա համար Աստծո խոսքը Առակաց 4:23-ում ինչ ասում, ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Գիտեք, նա ուներ խաղաղ սիրտ, ինչու, որովհետև նա հսկում էր իր սիրտը, նա վստահ գիտեր Աստված իր հետ է, անխաղաղ սրտից միշտ բխում է վրեժը, անխաղաղ սրտից միշտ բխում է ատելությունը, անխաղաղ սրտից միշտ մեղադրանքներ, մրցակցություն, ամեն չարիք է բխում, բայց երբ որ քո սիրտը խաղաղ է, դու չարին չարով չես հատուցում, դու հակառակը վրեժխնդիր չես լինում, հակառակը դու աղոթում ես քո թշնամիների համար, նրանց ապաշխարության համար, նրանց դարձի գալու համար, նրանց փրկության համար, դու չես սպասում տենաս քո թշնամիդ ընկած, որ ուրախանաս, գիտեք ովքեր են ուրախանում, երբ որ տենում են իրաց թշնամիները ընկած են, չար մարդիկ, ոչ wokից չասի ինքը Աստծո մարդ է, ու ինքը կուրախանա, երբ որ իրա թշնամու ընկնելը տեսնի, չկա նման բան, Աստծո մարդը իրա թշնամու ընկնելու վրա կլացի, կաղոթի, կօգնի, կսիրի, կարանք ասենք ամեն, ով է դա անում,
Ինչ տեսակ սիրտը։ Այն սիրտը ով խաղաղ է։ Այն սիրտը ով ունի Աստված իր սրտում, որ տիրում է։ Ամեն։ Երբ մենք հսկում ենք մեր սիրտը, Աստծո ժողովուրդ, սիրտը ամենավտանգավոր բանն է։ Երբ մենք հսկում ենք մեր սիրտը, Աստծո գերբնական խաղաղությունը ոչ միայն մենք ենք վայելում, այլ մեր դիմացի մարդիկ էլ են վայելում։ Հովսեփի պատճառով, որտեղ ինքը իր սիրտը հսկում էր ու իր մեջ կար կատարյալ խաղաղություն, վայելեցին իրան չար անող եղբայրները։ Եղբայրները դուք պատկերացեք ինչ ապրեցին այդ պահին, որ տեսան, որ Հովսեփ այսպես կարա իրանց ստրկության տանի, այն ինչ իրան արել են նույնը ինքը անի իրանց, սիրեց, վերցրեց, պահեց, հորն է բերել տվեց, իր ընտանիք, իր ժողովրդին օգնեց։ Սա խաղաղ սիրտն է, սա այն սիրտն է, որ խաղաղության իշխանը նստած է գահին, որը որ Հիսուսն է, ամեն։ Երբ որ մենք խաղաղ սիրտ ունենք, մեր բերանի խոսքերը, մեր վարքերը, մեր ապրելակերպը դիմացի համար էլ օրհնություն կնի, ոչ միայն մենք կվայելենք այն, այլ մեր հետ շփվողներն է կվայելեն այն, կուզենան մեր հետ շփվեն, որովհետև կճաշակեն այն մեզանից, կարանք ասենք ամեն։ Նայեք, Աստված ստեղծեց աշխարհը, չէ, խոսքի կարևորությունն եմ ուզում բարձրացնեմ, որ ամեն մեկս հասկանանք։ Աստված ինչպես ստեղծեց աշխարհը, խոսած եւ աշխարհը ստեղծվեց։ Խոսքով, մի խոսքով աշխարհը ստեղծվեց։ Հիմա ուշադիր լսեք։ Ամենակարևոր տեղը մեր խաղաղ կամ անխաղաղ սրտից բխած խոսքերը ինչ աշխարհ է ստեղծում մեր շուրջը։ Մեր բերանից հելած խոսքը ինչ աշխարհ է ստեղծում մեր շուրջը, դա է կարևորը, որովհետև խաղաղ սրտից, այն սրտից, որտեղ Տերը տիրում է, չի կարող դառը խոսքեր դուրս գալ, որտև այդ դառը խոսքերը ոչ միայն քո աշխարհն է տակն ու վրա անում, դիմացինի էլ է փչացնում։ Հռոմեացիս 5:1 համարում այսպես է ասում. մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ, խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստված իր որդու միջոցով մեզ տալով խաղաղություն իր հետ, նաև մեզ պատվիրեց, որ մենք էլ նայեք խաչը, դեպի երկինք մենք եւ Աստված, շուրջը նա ինչ է, Աստված, Հիսուս, Հայր Աստված եւ իր ձեռքերը մեկնած այդ ուղված է մեզ, ինքը Աստծուն վայելում էր եւ նաեւ մեզ էր ինքը տալիս այդ նույնը, մենք նույնպես Աստծո հետ հաղորդակցություն ունենք, Աստծո հետ ունենք խաղաղություն, մենք նույնպես պետք է միմյանց հետ ունենանք այդ խաղաղությունը, Աստծո ժողովուրդ, փառք եմ տալի Տիրոջը այս տան համար, փառք Հիսուսին, որովհետև իսկապես ես տեսնում եմ Աստծո խաղաղությունը, միությունը, միաբանությունը այս տան մեջ, սիրում եմ բոլորիդ անսահման, սիրում եմ բոլորին անսահման, գնացած, մնացած բոլորին, որովհետև մենք կանչված ենք դրա մեջ, մեր առաքելությունը սիրելն է։ Այսօր մտածում եմ ավտոն քշում եմ եւ մտածում եմ, ասում եմ, բոլոր եկեղեցիները, երբ որ նայում եմ, անունները Տերն է չէ տվել, ինչ անունով կկանչվի, ասեմ հետաքրքիրը մի բան է, որովհետև այս եկեղեցին ինչու հենց Աստվածաշնչյան համար կանչվեց, հա? Հովանու 3:16, ես երբևէ հայ համայնքի մեջ Աստվածաշնչյան համարով եկեղեցի չեմ տեսել։ Եվ հետաքրքիր է, մենք շատ դժվարությամբ այս անունը ձեռք բերեցինք, որովհետև երբ որ եկեղեցին ուզում էին եւ պետք է անունը տային մեզ, ասում էին այդ անունը չեն կարող ձեզ տալ։ Եվ մենք պնդում էինք, քույրիկս պնդում էր, էտա Տերը տվե, ես պնդում էի, էտա տվե, Արման ասում էր, հոգնածնում եք ինձ, չեք հասկանում, չկա այդ անունը, չի լինի, մենք ասում ենք պիտի լինի։ Էլի շարունակում ենք աղոթել, մույսօրը էլի ենք զանգում, մույսօրը էլի ենք զանգում, դրա առավոտը զանգեցի Արմանի աշխատողին, զանգեցի աշխատողին եւ ասացի, Արո ջան, ասեցի մի բան խնդրեմ էլի,
Գիտեմ Արմանը արկել է, բայց մի հատ էլ էլի ստուգի կարողա տան։ Ասեց, բայց չեն տալի, ասի մի հատ էլ էլի ստուգի։ Մեկ էլ որ չասեց, զանգեց Արմանին, ընդեղ ենք, ասի Արմանը կջղայնանա, խեք էլի ստիպել, ասել եմ, չի լինում։ Մեկ է որ չզանգեց, ասեց Արման, տվեցին անունը, ասի այ տենց։ Որովհետև ես կանգ չեմ առնելու, մինչև եթե Տերը խոսած, պիտի լինի։ Թող ամեն մարդ արգել կանգնի, պիտի լինի։ Գիտեք խի, որտև իմ Տերն ասեց։ Տերը ասեց այդ անունը, մենք էդ ենք դնում։ Տան, չտան, թղթեր ընդունեն, չընդունեն, օրդեյնդ չurch լինենք, չլինենք, այդ անունը լինելու, որտև Տերնական չէ։ Երբ որ մենք ունենք խաղաղություն Աստծո հետ, մենք ունենք խաղաղություն բոլորի հետ։ Աստծո խոսքը մեզ այդ ասում, այդ ասովորեցնում Մատթեոս 5-ին ասում, երանի խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Ամեն։ Խաղաղ մարդը խաղաղություն կանի։ Երբ որ քո շուրջը քեզ մեղադրեն, քեզ ցավացնեն, քեզ խայտառակեն, մարդկանց քո դեմ հանեն, Հովսեփի նման լռիր, որտեղ մեզ արդարացնողը ինքն է։ Եթե դու գիտես Աստված քո հետ է, դու բան չունես ապացուցելու։ Աստված կապացուցի քո արդարությունը, բայց ուշադիր լսեք, բայց երբ որ հետ կգան, Հովսեփի նման կարձագանքեք, սեր, ողորմություն, ոչ թե այս անգամ չարին չարով, մեղադրանքը մեղադրանքով, ատամի տեղ ատամ, աչքի տեղ Հիսուսի նման իջավ ու ոտեր լված, ասեց դու չպիտի սա աներ, մենք պիտի քո ոտերը լվայինք, ասեց ես սա անում եմ, որ ձեզ օրինակ թողեմ։ Ինչ օրինակ էր թողում, սիրո օրինակ, որ ես եկա ձեզ ծառայեմ, ոչ թե դուք ինձ ծառայեք։ Այսօր մի տեսակ աշխարհը ուրիշ բան է ասում, թող սաղ մեզ ծառայեն։ Գիտեք իմ աշխատողները, մեր բիզնեսների աշխատող, մենք ոնց ենք իրանց հետ վարվում։ Մենք իրանց օգնում ու իրանց հետ հավասար ծառայում ենք։ Մենք երբեք իրանց ցածր չենք տեսնում մեզնից։ Ոնց որ ես եմ աշխատում առնում, նույն այդ մարդն է աշխատում առնում, ոչ մեկս ոչ մեկից բարձր չենք, այլ մենք իրար մենակ մի բան ենք պարտք, հարգանք ու սեր։ Ամեն։ Ոչ մի իմ աշխատող ինձնից ցածր չի, ոչ ոք։ Հակառակը ես կծառայեմ իրանց։ Գիտեք ինչու։ Որտև իմ Հիսուսը լինելով բարձր ծառայեց ինձ։ Իմ համար խայտառակվեց, իմ համար թքվեց, իմ համար անարգվեց, իր խաղաղությունը մեկ կողմ դրեց, որ մենք խաղաղվենք։ Եկեք վայելենք իսկապես Աստծո խաղաղությունը։ Եթե մենք Աստծո խաղաղությունը իմանանք մեր մեջ պաշտպանել, մեզի դեղեր կարիք չկա։ Որտև դեղերը չի խաղաղացնում քեզ բթացնում է։ Եթե մենք Աստծո հետ գտնենք խաղաղություն, իսկապես խաղաղություն, մեզ անառակ կյանքը չի զվարճացնի ու խաղաղացնի, այլ մենք Աստծո մեջ կբավարարվենք նրա խաղաղությունով։ Եթե մենք Աստծո խաղաղությունը ճաշակենք, մենք աշխարհի այս սուտ ու փուչ ցանկությունները, որ անցողիկ է սաղ, ունայն է սաղ, մեկ կողմ կդնենք ու կասենք իմ Տերը։ Իմ խաղաղության իշխանն է իմ համար կարևոր, որ ես երբեք նրան չկորցնեմ, որովհետև հիշեք մի կարևոր բան, Աստծո ժողովուրդ, ամենաշատը այդ ենք ճաշակել մեր կյանքում, մենք աշխարհում մեր կողքը այդքան մարդ չենք կորցրել, բոլորի հետ մինչև վերջ ընկերություն ենք արել, ինչքան մենք եկեղեցում ենք տեսնում այս անարգանք կարգավիճակները։ Եվ ես վստահ եմ, բոլոր հովիվները սա ճաշակել են, հələ ես շատ փոքր ենք, մենք ոչնչություն ենք, այն ինչ տեսել ենք։ Մենք մեր ծառայության տարիների ընթացքում մի բան իմացանք։ Այն մարդիկ, որ քեզ կգովան այսօր, վաղը կարան քեզ անիծեն։ Այն մարդիկ, որ քեզ կմեծարեն այսօր, վաղը կարան քեզ անարգեն։ Այն մարդիկ, որ այսօր քեզ կասեն, քո նման Աստծո մարդ չկա, վաղը կասեն, այդ իսկի Աստծո մարդ չի։ Այն մարդիկ, որ կասեն, ով ասե, փաստր ջան, որ դու կին քարոզիչ չկա, այդ նույն մարդիկ վաղը կետան կասեն, չկա։ Լսեք, մի հիմնվեք հողի վրա, որը որ հողա, անկայունա, կաղողա, որ քամիները, փոթորիկները կան, շարժելու է տեղից։ Հիմնվեք ժայռի վրա, ինձ նայեք, հիմնվեք ժայռի վրա, ժայռի վրա, հաստատվեք ժայռի վրա, ժայռը երբեք ու երբեք չի շարժվում իր տեղից։ Ինքը ասելա դու իմ զավակն ես, դու իր զավակն ես։
Ինքը իր միտքը անընդհատ չի փոխում քո համար։ Արտուր ջան, քեզ ասելա դու իր տղեն ես, ուրեմն իր տղեն ես։ Ինչ անես քո կյանքում դու իր տղեն ես։ Դու մեկը մի օր վազելու ես քո հոր մոտ ու քո հոր մոտ գտնելու ես քո խաղաղությունն ու ապահովությունը։ Ես ինչ սխալ կյանքում արել եմ, դե աղջկա կան սխալ, խոսքի օրինակ, պապաս ասում է չտեսնեմ ունքերդ հանես, հանում էի թաքուն, հետո ասում էր ունքերդ բարակ էլ, ասում է նիհարել եմ դրա համար է բարակ է։ Բաներ, ես ինչ որ արել եմ իմ կյանքում, ցավացել եմ, նեղացել եմ, հետո ասում էր այդ մի բանը չանես, սիրում էր իմ ունքը, ասում էր չանես։ Ինչ արել եմ, ինչ էլ անեի, մեկ այս իմ հոր աղջիկն էի։ Բան չէր փոխվում դրանից։ Ես ուզում եմ, որ եկեղեցին ճանաչի իր ինքնությունը, իր ով լինելը։ Դուք Աստծո զավակներ եք։ Մի փնտրեք այլ տեղեր ձեր հանգիստն ու խաղաղությունը։ Ձեր հանգիստն ու խաղաղությունը թող հաստատված, արմատավորված լինի Քրիստոսի մեջ, որովհետև այդ խաղաղությունը, որ Քրիստոս կարա տա, ոչ ոք չի կարա գողանա այն, եթե դու թույլ չտաս։ Կարանք ասենք ամեն։ Երբ է գողին, երբ ենք մենք թույլ տալի, որ գա գողանա։ Գնամ քաղաքից դուրս հանգստանալու ու իմ դռները բաց թողեմ ու գնամ, հաջողություն ձեզ, ես գնացի, գողը գալու է տանը ինչ ունեմ, չունեմ։ Դուռ բաց չթողենք սատանայի առջև, ամեն դռները թող փակնի նրա առջև։ Մեր սրտի վրա չտիրի տարբեր, այլ տիրի միայն Տերը, խաղաղության իշխանը, որտև Աստված իր փառքը ոչ ոքի չի տալի ու Աստված չի թույլ տա մենք կիրակի օրերը սատանա պաշտենք, շաբաթվա 5 օրն էլ ասեմ իրան պաշտենք, այդպես բան չկա։ Կամ դու Աստծունն ես, կամ նրանն ես։ Ընտրությունը մերն է, մեր առջև դրել է Տերը։ Կարանք ասենք ամեն։ Թույլ տվեք էլի կրկնեմ, Աստծո խաղաղությունը նեղությունների, փորձությունների, փորձանքների բացակայությունը չի, այլ իր անուշ ներկայությունն է։ Ամեն։ Նրա ներկայությունն է մեր մեջ, մեր սրտերի մեջ։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Ֆիքսվեք դրա վրա ժողովուրդ, բռնեք։ Նեղությունները որ կա, դա չի նշանակում Տերը իմ հետ չի, հակառակը Տերը իմ հետ է։ Հովսեփը Աստծուն հաճո երիտասարդ էր։ Աստված գրած է իր հետ էր, բայց Հովսեփ ամենաշատ փորձություններն էր անցնում իր կյանքում։ Չնայած ինչ լեզուների թարգմանությամբ ընդհանրապես սովորաբար ասում են Աստվածաշունչը 365 անգամ ասում է չվախենաս, չվախենաս։ Միգուցե վախենում ես, որ կարողա հիվանդանաս, միգուցե վախենում ես, որ կարողա մեռնես, միգուցե վախենում ես երեխուդ կկորցնես, կամ ունեցվածքդ կկորցնես, կամ ինչ որ մի բանից քեզի բռնել է վախը, որտեղ վախը հավատք է, հիշեք, վախը հավատք է։ Եվ անենց հավատքա, որ քեզ կարա կործանի ու ոչնչացնի։ Մենք կամ հավատում ենք վախին, կամ մենք հավատում ենք Հիսուսին, որովհետև երկուսը մեկտեղ չի կարող։ Եթե հավատում ենք Հիսուսին, վախը մեր վրա ոչ մի տեղ չունի։ Մաուշադիր լսեք։ Աստվածաշունչը 365 անգամ ասում է մի վախեցի, մի վախեցի։ Ինչ որ էլ ըլնի քո կյանքում, մի վախեցի, քաջ եղի։ Հռոմեացիս 16:33-ը Հիսուսի խոսքերը։ Այս բաները ասացի ձեզ, որպիսի ինձանով խաղաղություն ունենաք, լսեք, աշխարհում նեղություններ պիտի ունենաք, միգուցե ունենաք, ոչ, պիտի ունենաք նեղություններ, բայց քաջացեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Երբ որ մենք մեր հոգևոր կյանքը ապրում ենք հաղթական դիրքից, ոչ թե ցածր մակարդակի դիվային վախի դիրքից, մեզ անդադ հարվածելու է այդ ցածր դիրքը, բայց երբ որ մենք ապրում ենք հաղթական դիրքից, ով ուրանա Հիսուսին, ով գնա ստեղից, ես մնում եմ Հիսուսիս հետ, նույնիսկ եթե մի հոգի լինեմ այստեղ, թեկուզ 200 հոգին գնա եկեղեցուց, ես մնում եմ ստեղ իմ Հիսուսի հետ, ես չեմ շարժվում իմ տեղից, սա հաղթական դիրքն է, սա հաղթական դիրքն է, որ դու Հիսուսի վրա ես հիմնված, ամեն, և ինչ եմ ես միշտ քաջալերում եկեղեցուն, 200 հոգի կլնեք, թե 300 հոգի, թե 1000 հոգի, թե 10 հոգի, մենք ով ենք, Հիսուսը 12 հոգով ամբողջ աշխարհը տակնու վրա արեց,
թեկուզ 12 հոգի, մենք պետք է սովորենք մի կարևոր բան, մենք մնում ենք հավատարիմ խաղաղության իշխանին, որտև նա հավատարիմ է մեզ, կարանք ասենք ամեն, Եսայա մարգարեն գեղեցիկ նկարագրում ասում 41:10 ասում մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մարգարեանում է, և ես խոսքերը այսօր ինձ ու քեզ ա վերաբերվում, որտև մենք էլ ենք իրանները, լսեք, մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որտև ես քո Աստվածն եմ, ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ։ Փառք եկեք տանք Տիրոջը, այս խոսքերը ուղղակի խոսքեր չի։ Շարունակում եմ, ես քեզ կպաշտպանեմ իմ արդար իրավունքով։ Ինչ վիճակով ես անցնում այսօր։ Ինչ կարգավիճակի մեջ ես, Տեր ասում է մի վախեցի։ Այսինքն դու իմ բաժինն ես, ես քո հետ եմ, դու մենակ չես, ինչով անցնես, ես քեզ դրա մեջից հանելու եմ, մի վախեցի, Տերը այսօր քեզ ասում է։ Վախը ամենասարսափելի հոգևոր բացասական զգացմունքն է, որ ինչպես ասացի, տանջանք ու տառապանք ունի իր մեջ, ինչը կարող է գողանալ քո խաղաղությունը, եթե թույլ տաս, ոնց որ ասացի, ինչը կարող է գողանալ քո նպատակները, քո երազանքները, վախը գալի քեզ ասում է չի լինելու, դու իրան ցույց տու իր տեղ ասա լինելու է, ու դու կտենաս լինելու է, Աստծո ժողովուրդ հոգևոր կյանքում ահավոր համառ եմ, Արմանը գիտի արդեն կարող է վկայել, եթե մի բան ասում եմ սենց ալնելու, չմտածես, դե մենք օգնական ենք, չէ՞ ստեղծված, որ մեր ամուսիններին ամեն իրավիճակի մեջ միշտ օգնենք ու բարձրացնենք, ասում եմ չմտածես, սենց ա լինելու, կտեսնես, հետո մույսով զանգում ասում ասեցի քեզ, հələ չի լինի, Արման պիտի լինի, ես հավատում եմ պիտի լինի, ես հավատում եմ, որտև իմ Տերը ասում է իրան հուսացողը չի ամանչելու։ Քանի անգամ ասեմ, որ զանգում ասում է եղավ, ինչու եղավ, որովհետև հավատքն է, որ Աստծո զորությունը բացաթողում մեր վրա և կատարվում է բաներ, որ մենք չենք հասկանում։ Հավատքով, միան դիպչեմ այդ շորից Հիսուսի ինձ բավական է դա, միան դիպչեմ իրա շորից, այդ հավատքից Հիսուսի մեջից զորություն բաց թողվեց։ Աստծուն շարժում է մեր հավատքը, այն ինչ որ ասում եմ հավատքով այսօր առեք այս խոսքը, հավատա որ Հիսուս քո մեջ է, հավատա որ իր խաղաղությունը քեզ բավական է, ես քեզ խոստանում եմ, ոչ մի բան չի կարող այն քեզանից հեռացնի, և սա ոչ թե միայն այսօր, որտև քարոզը լավն է, լսեցի, օրտնվեցի, խաղաղվեցի ու հելա, հետո գնամ տուն գիշերը նոր կսկսի իմ վախերը, ամեն օր որոշում կայացրա, ես այսօր ընտրում եմ հավատք Քրիստոսին, ոչ թե հավատք վախին, և պահպանիր Տիրոջ խաղաղությունը քո մեջ, կարա եկեղեցին ասի ամեն, օրհնվում եք, գիտեք, Հիսուս ասաց այս խոսքերը, առաջի Հովհաննես 4:18, սիրո մեջ վախ չկա, կատարյալ սերը, ով է կատարյալ սերը, կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա, և ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չի։ Աստծո ներկայությունը, խաղաղությունը, բացակայությունն է ինչի, Հիսուսի, երբ որ Հիսուս չկա, այդտեղ խաղաղություն չի կարող տիրել, և ասեմ ձեզ, այս խաղաղությունը սա ներքուս սրտի վիճակ է, խաղաղությունը սրտի վիճակ է, մեր սիրտն էլ պաշտպանողը, հսկողը, մեր սիրտը մաքրողը, թլպատողը, սրբողը, նոր սիրտ դնողը մեր մեջ ով է, հենց ինքը Տերը, ամեն։ Եսայա մարգարեն ասում է, որտև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը իր ուսերի վրա կլինի, և կկոչվի սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր և խաղաղության իշխան։ Երբ Հիսուսը կհիշեք, երբ Հիսուսը ասաց, ես չեկա աշխարհ խաղաղություն բերելու, ես եկել եմ բաժանում բերելու, այս համարը ինձ տարիներ խանգարել է,
Տարիներ ես խանգարվել եմ այս համարով։ Ախր դու խաղաղության իշխան, ինչ ես եկե բաժանում բերելու։ Եվ հետո երբ որ Սուրբ Հոգին իմ համար բացեց ու հասկացա, հասկանալի է, ուրեմն ուշադիր լսեք, Աստված եկել է բաժանում բերի, եթե տանդ մեջ մեկը Հիսուսին ընդունել է, մեկը ոչ, բաժանում բերի լույսը խավարից։ Հայր մայր կարա երեխան եւ ծնող իրարից բաժանվեն, Հիսուսն է դա բերում այդ բաժանը, որովհետեւ ասենք, երեխան խավարում է, ծնողը լույսի Հիսուսինն է։ Եվ Հիսուս ասաց, ես եկա բաժանում բերեմ, ինչը լույսը խավարից։ Բաստո զավակների մեջ ինչ եկար բերես խաղաղություն։ Եկեք ոտքի վրա։ Հայր, գոհանում ենք քեզանից քո համար։ Դու մեր կյանքի իմաստն ես, դու մեր կյանքի բաժինն ես եւ մենք քոնը Տեր։